Սիրելի ժողովուրդ, ինչպես եւ սպասվում էր, Հայաստանում կենսաթոշակների բարձրացման լուրը բավականին ծանր է տարել ընդդիմությունը, հայտնվել են հոգեվարքի մեջ։ Ու որպես հոգեվարքի մեջ հայտնվածներ իրար հերթ չտալով տարատեսակ զառանցանքներ, ստեր ու կեղծիքներ են տարածում։ Օրինակ ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանի եղբոր որդին Նարեկ Կարապետյանը, ով հաճախակի ելույթ է ունենում կրկեսում, պնդում է, թե Սամվել Կարապետյանն է ստիպել, որպեսզի կենսաթոշակները բարձրանան Հայաստանում։ Սամվել Կարապետյանն է բարձրացրել կենսաթոշակները Հայաստանում։ Այդ դեպքում հարց է առաջանում. եթե Սամվել Կարապետյանն է բարձրացրել կենսաթոշակները Հայաստանում, ինչի կենսաթոշակները բարձրացրեցիք ընդամենը 10,000 դրամով, ինչի չբարձրացրեցիք 50,000 դրամով, 100,000 դրամով, 200,000 դրամով։ Խոսքը նույն Սամվել Կարապետյանի մասին է, ում եղբոր իշխանության օրոք Հայաստանում նվազագույն կենսաթոշակը ընդամենը 16,000 դրամ էր։ Իսկ այսօր 8 տարվա աշխատանքի արդյունքում նվազագույն կենսաթոշակը Հայաստանում հասել է 55,000 դրամի։ Իրականում սիրելի թոշակառուներ, սա ընդդիմության հերթական զառանցանքներից մեկն է։ Ուշադրություն մի դարձրեք ուղղակի, շնորհավորում եմ բոլորիդ կենսաթոշակների բարձրացման առիթով եւ ցանկանում եմ ձեզ հայտնել, որ ամեն ինչ արել ենք եւ անելու ենք ձեր բարեկեցիկ կյանքը ապահովելու համար։ Եվ արդեն 4 ամիս է, ինչ մանիպուլյացիայի աստված ընդդիմությունը ու տենց կիսաստված ընդդիմադիր մեդիան կոնտեքստից կտրած տարածում է վարչապետի են ելույթի կտորը, որտեղ վերջինս ասում է, ինչ պետք անի թոշակառուն 10,000 դրամը, սա հարց է, որը հնչեցնում է ինքը ու ինքն էլ պատասխանում։ Երբևէ լսել եք այդ արտահայտության շարունակությունը, լսել եք այդ ելույթը ամբողջությամբ։ Վստահ եմ այդ փոքր կտորը ընդդիմությունը ու ընդդիմադիր մեդիան ամեն ինչ արել է, որ լսեք։ Հիմա լսեք ամբողջական կտորը։ Մենք ինչ ենք ասում ենք լավ, թոշակառուների թոշակ ամսական 11,000 դրամով 11,000 դրամով կամ 10,400 դրամով ավելացնենք, ինչ անելու թոշակառուն։ Այդ գումարը ինչ անելու, ինչի վրա ծախսելու։ Մեր հետազոտությունը ցույց է տալիս, խոսքի այս դեպքում 65+ տարեկան թոշակառուների մասին է։ Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ մարդկանց առաջնային ծախսը առողջապահությունն է։ Այսինքն ինչ է ստացված, որն է ամենամեծ ծախսը, որը ունի թոշակառուն։ Ամենամեծ ծախսը առողջապահությունն է։ Կարող է տենց չի։ Կարող է տենց չի, կարող վիրահատությունը չի, սրտի վիրահատությունը, աչքի վիրահատությունը, չգիտեմ, ստամոքսի վիրահատությունը, այդ վիրահատություններն են ամենամեծ ծախսը, որը ունի թոշակառուն։ Ճիշտ է ասում վարչապետը։ Ու հենց այդպես մտածելով է, որ առողջապահության ապահովագրությունը այո թոշակառուների համար դարձրել են անվճար, որովհետև 10,000 դրամով այդ հարցը լուծել չէր կարելի։ Բայց դրանից հետո արձանագրելով տնտեսական փայլուն աճ, կարողացել ենք նաև այդ 10,000 դրամը բարձրացնել թոշակների։ Ու այո, ամենամեծ ծախսը թոշակառուի համար առողջապահությունն էր, որտեվ հիմա արդեն այդ ծախսը պետությունն է, որտեվ թոշակառուն հիմա այլևս մենակ չի։ Իսկ այն բոլոր սրիկաները, որ միտումնավոր խեղաթյուրել են վարչապետի խոսքը, կոնտեքստից կտրել ու մարդկանց խաբելով ինչ-որ բան հրամցրել, թե իբր ասում են ինչ պիտի անեն, որ այդ փողը տանք, որ այդ մարդկանց էությունը։ Իսկ Հայաստանի Հանրապետության կառավարությունը թոշակառուներին մենակ չի թողել թե առողջապահության խնդրի առաջ եւ թե սոցիալական խնդիրների առաջ։ Սիրելի տատիկներ ու պապիկներ, տարածեք այս տեսանյութը, որպեսզի ջարդենք մանիպուլյացիոն թեզերը։ 2021 թվականին մենք խոստացել ենք, որ նվազագույն կենսաթոշակը 26,500 դրամից կբարձրանա 37,000 դրամ։ Այսօր արդեն իսկ բարձրացված 36,000 դրամ նվազագույն կենսաթոշակը ավելանում է 10,000 դրամով, սա հայտարարեց վարչապետը այսօր առավոտյան, եւ հետեւաբար ավելի բարձր թոշակ ստացողները կստանան գումարած 10,000 դրամ, այսինքն կբարձրանա բոլորի կենսաթոշակները 10,000 դրամով։ Բարձրանում են նաև հաշմանդամության նպաստները եւ առաջին, երկրորդ, երրորդ խմբի հաշմանդամների համար 36, 37.5, 39,000 դրամի փոխարեն դրանք դառնում են 46, 47.5 եւ 49,000 դրամ։ Զինվորական կենսաթոշակները եւս ավելանում են։ Եվ այս բարի լուրից հետո կարդում եմ առավոտից ընդդիմադիրների արձագանքները։ Սա մեր շնորհիվ է, իրենց խրոխտ պայքարի շնորհիվ է։ Ու գիտեք, հետաքրքիր տրամաբանություն է ստացվում։ Երբ օրինակ քննարկում ենք բյուջեն, ասում են կործանարար է։ Երբ եկամուտներն են աճում, ասում են նկարած թվեր են։ Երբ տնտեսական աճ է արձանագրվում, ասում են մարդը այդ աճը չի զգում իր վրա։ Եվ հիմա, երբ որ արդեն մարդը այդ աճը զգում է իր վրա, այս նույն մարդիկ վեր են կենում ու ասում են, որ դա իրենց հաղթանակն է։ Այսինքն բյուջեին դեմ են քվեարկում, կառավարության ծրագրին չեն մասնակցում, չեն քվեարկում, քննադատում են ամեն քայլ, կլինի հարկային քաղաքականություն, կլինի եկամուտների աճ, բայց արդյունքը արդեն արդյունքին տեր են եւ վերագրում են իրենց։ Համաձայնեք, որ սա շատ հետաքրքիր տրամաբանություն է, բայց որը առաջին անգամ չէ, որ գործարկվել է, բոլորդ կհիշեք, որ ընդդիմության խրոխտ պայքարի շնորհիվ իրանցի եկեղեցին մնաց Հայաստանում։
Սա իհարկե հեգնանք, այն չպետք է նաև չլիներ Հայաստանի Հանրապետությունից դուրս, այսինքն պետք է մնար Հայաստանում։ Եվ շատ կարևոր է, սիրելի հայրենակիցներ, հասկանալ, որ հայտարարություններով երբեք թոշակներ չեն բարձրանում, ճիշտ կառավարում է պետք, բյուջեն ճիշտ կառավարել է պետք, եկամուտները ճիշտ կառավարել է պետք, հարկերը հարավակել է պետք, այս քաղաքականությունը եւ բոլորը դեպի բյուջե ուղղել է պետք, ոչ թե սեփական գրպանները։ Դե սիրելիներս, եթե կան հարցեր, սիրով կպատասխանեմ, մեկնաբանությունում գրեք ու նաև խնդրում եմ կիսվել այս տեսանյութով։ Թոշակների բարձրացման մասին վարչապետի հայտարարությունը խորը դեպրեսիա առաջացրեց ընդդիմության մոտ։ Մի մասը հայտարարում է, որ իրենց ճնշման արդյունքում այս որոշումը կայացվել, թե մեկ արդյունք ինչ է կարող։ Տպավորությունն է, որ բազմահազարանոց ցույցեր են արել, բայց ոչ մեկ չի նկատել։ Մի մասն էլ ասում է, որ սա նախընտրական ինչ-որ քայլ է։ Իրականում այս ամեն ինչը շատ ծիծաղելի է կողքից, եւ կարծում եմ, մեր քաղաքացիները իրենց գնահատականը կտան։ Ճշմարտությունը նա է, որ այդպես խոսացող ընդդիմադիրների կառավարման տարիներին նվազագույն թոշակը եղել է ընդամենը 16000 դրամ, եւ իրենք ուղղակի սովոր չեն, որ պետությունը կարող է քաղաքացիների թոշակը բարձրացնել, ընդ որում մի քանի անգամ եւ այս անգամ արդեն շատ է անգամ։ Իրենք ուղղակի սովոր չեն, սա իրենց համար խորհուրդ է։ Իրենք այդպես նաև սովոր չեն, որ պետությունը կարող է անվճար առողջապահական ապահովագրություն տալ քաղաքացիներին։ Իրենք ուղղակի սովոր են, որ ընտրություններից 2 օր առաջ 10000 դրամ ընտրակաշառք բաժանեն ու այդպես փորձեն ընտրել, որտեղ այլ կերպ իրենք ձայն չեն կարողանում ստանալ։ Բայց սա արդեն պետք է հասկանալ, որ նորմալ երևույթ է Հայաստանի Հանրապետության համար, որպես զարգացող պետություն, եւ այսպեսի լուրեր մենք ավելի հաճախ պետք է լսենք։ Առաջիկայում եւս մեկ լավ նորություն կունենանք, որը կարծում եմ առաջիկա օրերին արդեն կհայտարարենք։ Ապրիլի 1-ից թոշակները բարձրանում են 10000 դրամով։ 10000 դրամով։ Այսպիսով մեր նվազագույն կենսաթոշակը մեր տատիկների ու պապիկների 36000-ից դառնում է 46000 դրամ։ Ու եթե մեր տատիկներն ու պապիկները օգտվում են մի հատ էլ 22% հետ վճարի հնարավորությունից, այդ թոշակը դառնում է 56000 դրամ։ Հիշեցնեմ, որ 2018 թվականին, երբ մենք ստանձնեցինք իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում, նվազագույն կենսաթոշակը 16000 դրամ էր։ 16000 դրամ։ Հիմա այդ թիվը դարել է 46000 առանց հետ վճարի եւ 56000 դրամ հետ վճարով։ Ու նախկին իշխանության կարկառուն ներկայացուցիչները ինչ որ տարբեր ձևակերպումներով ասում են, մենք ենք ստիպել, որ բանենք։ Օրինակ Տաշիր Սամոյի եղբոր տղան ասում է, մենք ստիպեցինք, Նարեկ ջան, հայրիկդ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարներ, ու դուք մեր տատիկ-պապիկներին 16000 դրամ թոշակ եք տալի։ Հայրիկիդ չէիք կարողանում ստիպեիք, որ թոշակները բարձրացներ։ Չէիք կարողանում, հա, չէր ստացվում։ Հարցը այն է, որ ուղղակի թքած ունեիք թոշակառուների վրա։ Իսկ մենք մեր տատիկ-պապիկների համար նվազագույն կենսաթոշակը եռապատկել ենք, ու նրանց տվել ենք անվճար առողջապահական ապահովագրություն։ Ու տարեկան այս բարձրացման համար կուղվի 100 միլիարդ դրամից ավել գումար։ Կիսվեք տեսանյութով։ Թոշակները կբարձրանան մինչև 10000 դրամով, ավելի քան 600000 մարդու համար այս ապրիլի 1-ից։ Իրականում, երբ որ ասում եմ մինչև 10000 դրամով, մեծ մասի համար նկատի ունեմ հենց 10000 դրամով, եւ մի փոքր մասի համար ավելի քիչ գումարով կբարձրանա, սա այն մարդիկ են, ովքեր հարաբերականորեն բարձր թոշակ են ստանում արդեն իսկ։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է օրինակ, որ նվազագույն կենսաթոշակը, որը այս բանի 36000 դրամ է, ապրիլի 1-ից կդառնա 46000 դրամ, եւ սա չհաշված հետվճարային համակարգը, որը հնարավորություն է տալիս եւս մինչև 10000 դրամ ավել գումար ստանալ կենսաթոշակառուներին։ Հիմա եկեք մի պահ նայենք, ինչ վիճակ էր 2018 թվականին, երբ որ իշխանություն էին Սերժ Սարգսյանն ու ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանի եղբայրը։ Նվազագույն կենսաթոշակի գումարը գիտեք ինչքան էր կազմում։ 16000 դրամ։ Այսինքն մենք 8 տարվա մեջ նվազագույն կենսաթոշակը ավելացրել ենք 30000 դրամով եւ կրկնում սա չհաշված հետվճարը։ Ինչպես սա դարձավ հնարավոր։ Երկու շատ բարձ պատճառով։ Առաջինը մենք դադարեցրեցինք տնտեսվարողներին, բիզնեսմեններին ճնշելու արատավոր պրակտիկան, դադարեցրեցինք այն իրավիճակը, երբ որ բոլորը գիտեն, որ այս ինչը մենակ է սա ներկրում, այս ինչի բիզնեսն է եւ ոչ ոք չի կարող մտնել այս բիզնեսի մեջ, այսինքն ստեղծեցինք ազատ տնտեսական հնարավորություններ բոլորի համար, ինչը բերեց տնտեսական զարգացման։ Հաջորդը մենք դադարեցրեցինք կոռուպցիայի եւ կաշառակերության պրակտիկան, երբ որ տենդերները շահում էին միայն իշխանավորների բարեկամները, երբ որ իշխանավորները ամեն մեկը մի հազարատ բիզնես գրկած նստած էին, երբ որ պետական գումարները գնում էր իրանց վիլլաներ կառուցելու սուրբ գործին։ Մենք դադարեցրեցինք այդ պրակտիկան եւ այս ամենը դարձավ հնարավոր։ Բայց հանկարծ չխառնեք։ Ազգադավը մենք ենք, ազգայինը եւ ազգանվերը իրանք են, բարերարը իրանք են։ Մենք ազգադավն ենք։ Ասեմ ավելին, ընդդիմությանը ես հիմա չգիտեմ իրանք ինչ պետք է ասեն, եւ պետք է ասեն, որ թուրք-ադրբեջանական հրահանգով ենք բարձրացրել թոշակները։ Սիրելի Մալացիա Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներ, եկել եմ լավ տեղեկությունով կիսվեմ, հյուսիս-հարավ չգործող ճանապարհահատվածի հետ կապված դատարանը որոշում է կայացրել, որի արդյունքում կարճ ժամանակում նոր մրցույթ կհայտարարվի եւ կիսատ մնացած հատվածի շինարարական աշխատանքները կմեկնարկեն եւ երկար ժամանակ այն խցանումները, որ ունենք վարչական շրջանում, ի վերջո խնդիրը լուծում կստանա։ Ինչպես հիշում եք, ազգային ժողովում խնդիրը բարձրացրել է երթական անգամ եւ պարոն Խուդացյանը խոստացել էր, որ մինչեւ ապրիլ
դրական ընթաց կլինի։ Պարոն Խուդատյան, հարցս վերաբերվում է Հյուսիս-Հարավ Շերամ փողոցով Մալացիայից դեպի Աջափնյակ տանող ճանապարհահատվածին, որտեղ որ տարիների խնդիր կա եւ ճանապարհը չի շահագործվում։ Գիտեմ, որ դատական ինչ-որ պրոցեսներ կա, եթե կարելի է մանրամասներ ներկայացնեք, որովհետեւ մեր հայրենակիցները շատ են հետեւյալ հատվածի հետ կապված դժգոհում։ Այո, ասեմ, ամբողջ ճանապարհը, որ արդեն գործում է, ճանապարհահատվածի բեռը երբեմն ընկնում է վարչական շրջանի վրա, խցանումներ եւ ճանապարհները պարալիզացվում է։ Խնդրեմ ասեք հետեւյալի հետ կապված ինչ կա։ Շնորհակալություն։ Հարցին կպատասխանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը։ Շնորհակալ եմ պարոն Հակոբյան հարցի համար։ Հարցի խնդիրը, այսինքն էությունը պայմանավորված է դատական գործով, մենք մոտ ենք դատական գործի հանգուցալուծմանը եւ պլանավորում ենք առաջիկա ամիսների ընթացքում այնտեղ մրցութային գործընթաց իրականացնել մեծ հավանականությամբ շինարարի ընտրության մասով։ Փոքր հատվածի մասին է խոսքը, ընդամենը 3-400 մետր, այսինքն այն պայից սկսած, երբ որ շինաշխատանքները մեկնարկեն, շատ արագ մենք ավարտը կունենանք։ Իմիջիայլոց նաև դուք էլ նշեցիք, ես էլ օգտվելով առիթից կուզեմ ասել, որ ամբողջությամբ ավարտել ենք ձեր նշած հատվածից դեպի Գյումրի գնացող ճանապարհը պատրաստ է երթևեկության համար, հիմա այնտեղ լուսավորության ցանցի անցկացման աշխատանքներ են իրականացվում, որից հետո ճանապարհը պլանավորում ենք մարտ ամսվա ընթացքում ամբողջությամբ հանձնել շահագործման, փոքր հատվածի մասով էլ վստահ եմ այս տարի մենք հանգուցալուծում կունենանք եւ ճանապարհը դեպի մայրաքաղաք Երևան ամբողջությամբ մոտ կլինենք կամ պատրաստ կլինի կամ ամբողջությամբ մոտ կլինենք պատրաստ լինելուն կախված դատական process-ի հանգուցալուծման տեմպերից։ Շնորհակալ եմ։ Արձագանք։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար պարոն Խուդատյանին խնդրի լուծումների համար ճանապարհներ փնտրելու եւ հետեւողական լինելու համար։ Լավ մնացեք ժողովուրդ ջան։ Խոստացել ենք, որ լավ նորությունները շարունակական բնույթ են կրելու եւ ինչպես տեսակ ժողովուրդ ջան, օրը լավ նորություններով սկսեցինք եւ վարչապետը իր էջում հրապարակում արեց, որ կենսաթոշակները ապրիլի 1-ից կբարձրանան, ցածր կենսաթոշակի դեպքում 10,000 դրամ, բարձր կենսաթոշակի դեպքում մինչեւ 10,000 դրամ։ Եվ երբ տնտեսական աճի վերաբերյալ տոկոսներ են ներկայացնում, որոշ մարդիկ վայնասունը կապում են, բա մեզ ինչ կամ ինչա փոխվում դրանով, կարելի է ասել ձեզ ոչինչ, որովհետև հիմնականում են մարդիկ չեն հասկանում այդ դրական փոփոխությունները, ում կյանքում բան չի փոխվում, որովհետև ժամանակին արտոնություններ են ունեցել, արտոնյալ լինելով, հենց դրա հաշվին է եղել, որ օրինակ թոշակառուների կյանքում դրական փոփոխություն չի եղել, կամ մեր հայրենակիցների կյանքի որակը բոլոր իմաստերով չի ավելի լավացել, ճանապարհները, որ սարքվում է, դպրոցները, մանկապարտեզները, որ կառուցվում է, կլինի սպառազինության մասով, կամ որ մեկը ասեմ, այնքան բան տենց շարունակ կարելի ասել, ու այդ մարդիկ պարզա դժգոհ են լինելու, որովհետև այդ դրական փոփոխությունների արդյունքում մեր հայրենակիցները տեսնում են, ամեն ինչ անում ենք, որ լավ լինի ժողովրդի համար, իսկ իրենք ժամանակին ինչը որ չեն արել, ջրի երես է դուրս գալիս։ Եվ ինչի հաշվին է, որ կյանքի որակը այն ժամանակ չի լավացել։ Մարդիկ իրենց համար դղյակներ են կառուցել եւ իրենց անձնական կյանքի որակը լավացրել են, ինչը որ մենք չենք անում։ Եվ այն ժամանակ, որ այդ 10,000 դրամները ժողովրդին բաժանում էին, որ գնային ընտրեին, հիմա մենք այդ սկզբունքով չենք աշխատում։ Մենք հիմա չենք բաժանում ժողովրդին գումար, մենք տալիս ենք այն, ինչը որ ժողովրդինն է եւ ամեն ինչ անում ենք, որ մարդկանց կյանքի որակը լավանա։